հետո։ Այսինքն կարծում եմ ինքը վաղաժամ է, այն իմաստով, որ պատրաստ չի Երևանի քաղաքապետարանը այս բարեփոխումը այն ծավալով իրագործի, որով որ հայտարարվել է։ Պարոն Գրիգորյան, ես երևի թե ձեր ընդամենը մի դիտարկման հետ կարող եմ համաձայնել, որ միգուցե ավականու այս կազմով շատ կարևոր եւ խորքային բարեփոխումները շատ դժվար է իրականացնել եւ բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում նաեւ հենց այս դահլիճում հնչող մասնավորապես մեր ընդդիմադիր գործընկերների նարատիվների հետևանքով, որովհետեւ դրանք գիտեք ինչ են խրախուսում, դրանք խրախուսում են պատասխանատու վերաբերմունք, դրանք խրախուսում են հենց կամահրանք համայնքի եւ համայնքի սեփականության նկատմամբ եւ երբ որ այո այս դահլիճում այդ տեսակ մտքեր նույնպես հնչում են 2-3 տարի այդ մտքերը հնչում են ու դա տենց արդեն բոլորս նորմալ ենք համարում որ տենց կարելի է այդպես անել միգուցե շատ դժվար է իրականացնել որոշակի բարեփոխումներ բայց ձեր մատնանշած գրեթե բոլոր ուղղություններով կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել եւ այս 3-4 տարվա ընթացքում կներեք բայց գազելներից մենք ձերբազատվել ենք եւ ամբողջապես նոր շարժակազմ ունենք բոլոր ավտոբուսներում ունենք վալիդատորներ գրեթե տեխնիկական խնդիրները հասցվել են տենց չգիտեմ 0.05%-ի եւ իրականում մի X ժամանակ հետո եկավ այդ նարատիվները նաեւ բանանելու կոտրելու վերջնական ժամանակը որը որ մենք սկսեցինք իրականացնել պարոն Գրիգորյան այո դուք ճիշտ եք ասում այս կազմով շատ դժվար է իրականացնել են փոփոխությունները որոնք որ այս քաղաքին պետք են որոնք որ շատ դեպքերում ցավոտ են եւ պոպուլիստական չեն բայց այս քաղաքը դրա կարիքը ունի շատ դժվար է բացատրել որ ժողովուրդ ջան եթե մենք տենց տարեկան մոտավորապես մենակ Երևան քաղաքում գրանցվում է 12-ից 13,000 նոր մեքենա ել չեմ խոսում հարակից մարզերի մասին եւ այդ ավտոմեքենաները դառնում են մեր ուղևորահոսքի մասնակից, հա, պարզ ասենք, ուզում է աշխարհի ամենաբարձր մակարդակի արհեստական բանականությամբ լուսափորները դնենք, դրանից իրավիճակը շատ լավը չի դառնա։ Այդտեղ պետք են որոշակի նոր կարգավորումներ եւ սահմանափակումներ։ Եվ ես վստահ եմ, հենց այդ կարգավորումները եւ սահմանափակումները մենք այստեղ բերենք, մեր ընդդիմադիր գործընկերները ամենահնարավոր պոպուլիստական լոզունգներով այ հենց այս նույն ամբիոնից հանդես կգան, որովհետև իրականում ես մի բան պետք է արձանագրեմ, մենք այս դահլիճում շատ դեպքերում իրական խնդիրները չենք քննարկում, մենք քննարկում ենք այն ինչ այդ պահին օրինակ ինչ որ մի խմբակցություն կարծում է որ ավել ռեյտինգ իրենք ապահովի շատ կարճաժամկետում Մենք այդ կարճաժամկետի մասին չենք մտածում, ենք մտածում, որպեսզի քաղաքում այս փոփոխությունները տեղի ունենան եւ կներեք էլի, բայց պարոն Գրիգորյան, ասենք հանրային տրանսպորտը գոնե օրինակ մի բերեք, ասենք կոպեկ գողանալուց մենք հասել ենք ամբողջապես թվային լուծումների եւ անհպում բաների, չգիտեմ, ասենք վճարումների ամբողջական տրանսպորտում, այ իր բոլոր դժվարություններով եւ այն կներեք հիմար նարատիվներով, որ մենք տենց սնուցել ենք ժողովրդին, որ եկեք էս անենք, հիմա ամեն մի թափ-թփուկ կներեք արտահայտությանս համար խուլիգան, ասենք խուլիգան, բառից բուն իմաստով խուլիգան, ասենք կարա բռնության ենթարկի վարորդին ու դե ասի ես բոյկոտ էի անում, այ քեզ բան, արձագանք